Մինչ տեսանյութ դիտելը բաժանորդագրվեք ալիքին և սեղմեք զանգակի վրա։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 13 COHA որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Vargs EM UVK-PB վարկային կազմակերպության լիցենզիան ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար։ Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկերի իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է ավանդներ։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Vargs EM UVK-PB կողմից 2020 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշների մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ մանրամասն տեղեկություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ։ Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներկայացված տեղեկությունները, գնահատելով կազմակերպության ռիսկերը, պարզվել է, որ Vargs EM UVK-PB-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է վարկային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի B և Ե պարբերությունների խախտմանը։ Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ Vargs EM UVK-PB-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ։ Նշված վարույթի շրջանակում 1803-2020 թվական և 2003-2020 թվական Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել։ Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով, սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։